Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Կռվը բրծնում չի, Վարուժան Գեղամյան, թորք լրագրողը դատարանում է ցեղասպանության բառին հետի։ Բաքուն օթապի թռցրալ յուրան կործանիչն են, Իզնիկում վաղ քրիստոնեական եկեղեցի ու հենգիստարան, պատմական եկեղեցին ջրին տակին, Արդվինա ծրագիրը վրդովեցնում է, թալանված ունեցվածքին հետքը քննարկում USLA-ում։ Ասատուր ֆիլմը ինքնության ու հիշողության որոնում, աջակցին Արևմտյան Հայաստանը տելևիզիոն։ Երեգի լուսադեմին Իրան Իսրայելը հարձակվել Իրանին Իրան հինչին վերջինս պատասխանալը հրթիռային հարվածներով։ Պատերազմական գործողությունները շարունակվում են երկու անկյուններում էլ զոհեր կան ու վիրավորներ են։ Տարածաշրջանում աճում է լարվածությունը, իսկ հնարավոր է նաև լայնածավալ կռվի սկիզբ։ Իսրայելի իշխանությունն բացահայտ ձևով հայտարարում են նպատակոնին թույլատնին ու տապալին իրանական պետությունը։ Սա սպառնում է Իրանաներսում քայքայման ու սիրիացման սցեներով։ Հատուկ վտանգավոր է պանթյուրքական ուժերի ակտիվացումը Իրանահյուսիսային հատվածում ու վերոնց աջակցում Թուրքիան Ադրբեջանը թուրքախոս բնակչությանը դրդելով անջատողական քայլերի։ Իրանաթույլացումը կարեպերի թուրք-ադրբեջանական ճնշմանի վիլցամանն նաև Հայաստանը տարածքում։ Այս լրջագույն իրավիճակում Հայաստանի իշխանությունն են հալամ անվտանգության խորհրդին նիստ չգումարալ բավարարվելով ընդամենը կարճ մամուլի հաղորդագրություններով։ Թորք լրագրող Թուրքիա Յիլմազին դեմ քրեական գործը հարուցվել Հարի դեմ իրականացված ցեղասպանության մասին հարցազրույցին հետի։ Հարցազրույցը անցկացրած երկու հայ ջահիլներին հետ ու անդրադարձած այլել 1915 թվականի իրադարձություններին որպես պատմական ցավ ու հիշողություն։ Թուրքիա Յիլմազի մեղադրում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի խախտման մեջին թորք ազգին վիրավորելի հիմքավը։ Լրագրողը բերման է ենթարկվել ԳԲՏ ժամանակ ու մի քիշեր անցկացրավ ոստիկանությունում։ Հայտարարել է. «Ես մենակ կատարում իմ լրագրողի պարտքը, վիրավորացում որևէ մեկին, մենակ անդրադարձում կատարել պատմական իրադարձությանը, ներկա սերնդին աշկերավը»։ Իրավապաշտպանն ու փաստաբանն են քննադատում են գործի ընթացքը, նշելով նման դեպքերը խախտում են խոսքի ազատությունը։ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումն են հստակ նշանցն տան պատմական հարցերի շուրջ կարծիք հայտնելը կարելի չի դիտվել որպես հանցանք։ Թուրքական դատարանն արդեն մի քանի նման գործով արդարացման վճիռներ են կայացրել, նշելով ցեղասպանություն բառին օգտագործումը խոսքի ազատության սահմաններում է։ Ադրբեջանական մարտական ինքնաթիռներն թռիչքներ են սկսել Արցախի առաջնագծումը։ Նինվալ ազի փոխանցումով Սորե Բաքվա ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներն թռչում են Արցախաղությունով։ Բաքվի ՊՆ-ն հաստատել տեղեկատվությունը։ Արևմտյան Հայաստանի Այզնիկ քաղաքում Քյոհնյանիկի պատմական Սուրբ Հորը վերագրվող բազիլիկայի շրջակայքում իրականացվող հնագիտական պեղումներին վաղտը բացահայտվել է վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցի ու հենգիստարան։ Բուրսայե Ուլուդա համալսարանի հնագիտության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր դոկտոր Մուստաֆա Շահինի գլխավորությունով իրականացվող ջրատակ հնագիտական պեղումներն քեցան 2015 թվականից սկսված։ Այս վերջերս պեղումներին արդյունքում հայտնաբերվել են հայ քրիստոնյաներին հենգիստարանն են։ Պեղումների մասնակիցներն նշում են բազիլիկայի մնացորդներն համապատասխանում են այն եկեղեցուն վերևեր սարքված է իլել Նիկեայի 325 թվականին իլայց առաջին տիեզերական ժողովին տեղումը ու հայտնի է որպես Սուրբ Հայրապետների եկեղեցի։ Ժողովը վճռորոշ փուլ է այլել քրիստոնեության պատմության մեջին վերին վխտեն ընդունվել է Հիսուս Քրիստոսի աստվածության մասին դավանանքը։ Պեղումներին վաղտը հայտնաբերված մարդկային վսկռներն դրվագողվում ու հետազոտվում են, հետո վերադարձում իրենց սկզբնական դիրքը կրելով արժանապատի վերաբերմունք։ Այս մոտեցման նպատակը ոչ միայն գիտական փաստերի հավաքագրումն է, այլ անցյալի հիշատակի նկատմամբ հարգանքի դրսևորումը։ Մինչ թուրքական պետությունը միայն գյունավերակենդանացնում է Քյոհնյա քրիստոնեական վայրերը, դրանք օգտագործել է որպես զբոսաշրջային ռեսուրս, մյուս կողմից շարունակում է համակարգված ձևով ավերել հայկական եկեղեցին ու մշակութային ժառանգությունը պատմական հայկական տարածքներում։ Այս երկակի վերաբերմունքը վկայում է հիշողության ընտրովի մոտեցման ու պատմության մանիպուլյացիայի մասին։ Արևմտյան Հայաստանի Արտանուտ շրջանում սարքվող հիդրոէլեկտրակայանը լուրջ վնաս է հասցրել մշակութային ժառանգությանը Բոլանիկ գետին Իրան իրականացվող Արտանուտ ռեգուլյատոր 5 ծրագրին ջրին տակի է թողել պատմական եկեղեցու մնացորդները։ Տեղացիք վեր 2010-ից պայքարումն այս ծրագրի դեմ բախվում են պետության անտարբերության ու դատարանների հակասական որոշումներին։ Չնայած ՇՄԱԳ-ի բացասական գնահատականների շինարարությունը շարունակվում է։ Եկեղեցին կարեր դառնալ զբոսաշրջային կենտրոն, բայց մհենք անդառնալի կորուստի ռիչի կաղնած նշում է ակտիվիստ Էլիեսթա Ույղոն։ Բացի ժառանգությունը բնակիչներն ահազանգում են ոռոգման ջրերի նվազման մասին, թե տեղական ղեկավարության լռությունն էլ ավելի է խորացնում մարդկանց մենակության
զգացումը, այս դեպքը վկայում է, թե հունցն տնտեսական շահերը գերադասվում մշակութային բնապահպանական արժեքներն շարունակելով ժխտողական քաղաքականությունը։ 2025 թվականի հունիսի 16-ին UCLA Promise-ի 100-ամյականացված ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը հյուրընկալելու է վեբինար նվիրված Էնվալի Մեդրուքե հայերից բռնագրաված գույքի թեմային։ Սեմինարը անցկացնան պատմաբան ու ցեղասպանագետ Թաներ Աքչամը նախաձեռնությունը ներկայացնում է, թե հունցն 1915 թվականի ցեղասպանության վաղ տրանան ետը Արևմտյան Հայաստանի 34 քաղաքներում ու շեներում հայերին պատկանող գույքերը ծախվալ աճուրդներով առանց փոխհատուցումով։ Տարիներ քեցած հետազոտական գործի արդյունքում Սայեչետին օղլուն հավաքալա հարյուրավոր փաստաթղթեր վերմահենք թվայնացվալն ու հասանելին ինյական առցանց Աքչամը շեշտումավեր ունեցվածքի բռնագրավումը իլելա ցեղասպանության կառուցվածքային մասը, իսկ այս ուսումնասիրությունը հնարավորություն է տան բացահայտել տնտեսական շահերի ու բռնության փոխկապակցվածությունը։ Վեբինարը նաև անդրադառնալու է արխիվային հետազոտությունների բարդություններին ու համագործակցության անհրաժեշտությանը։ 2025 թվականի հունվարի 19-ին իլեց պրեմիերայից հետո Ասատուր վավերագրական կինոն շրջում է տարբեր քաղաքներում ներկայացնելով մալաթիացի Հուսամեթին Քուրուլթայի անձնական պատմությունը կապված իրան հայկական ինքնության բացահայտման ու վերագտման հետ։ Կինոն ոչ միայն ինքնության վերագտման անձնական պատմություն, այլև կոլեկտիվ հիշողության վերականգնման փորձ դեմ իրականացված ցեղասպանության ժառանգության ու ժխտման քաղաքականության համատեքստում է։ Կինոյի սցենարի խորհրդատու Մեսուդ Էդհեմ Քավվալին նշում է պատմության հետ առերեսվելը բարոյական պարտ կա լռեցված ձայների խոսք տալի հետի, ընդգծման վերժխտողականությունը միջսոր խոչընդոտում է պատմական արդարության հաստատմանը։ Կինոյի ցուցադրությունն են Գերմանիայի ու Բելգիայի մի քանի քաղաքներում ուղեկցվել քննարկումներով պատմաբանների ու իրավապաշտպանների մասնակցությունով։ Քավալին հիշեցնում է առանց հիշողության կավեճ արդարություն, իսկ առանց արդարության խաղաղ համակեցություն։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալավ իրան սկզբունքներին եշողներին շարունակում է իրան գործը թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագովազդավ չի զբաղվում, իր միջոցով հիմնականում հեռարձակվում է Արևմտյան Հայաստանապատմության ու իր ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով մինչև տարբեր խնդիրներ վերհանող լուրեր։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցալ իրան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունը, մշակույթն, ինքնությունը։ Մունք թափանցիկ ու մատչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումն են։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյավը մեր տելևիզիոնին հնարավորություն են ավելին ընդլայնվում ու պնդանում։ Մունք միասին ենք ուժեղ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ ես քանք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։